Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել, մեկնաբանել, կիսվել, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք անդամներ հանդես են եկել համերաշխության ուղերձով ուղղված ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ամերիկահայ համայնքին։ Օրենսդիրները արտահայտել են իրենց շարունակական աջակցությունը հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ արդարության վերականգնման գործընթացին։ Միաժամանակ նրանք անդրադարձել են Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումներին, պահանջելով Ադրբեջանից պատասխանատվություն, ինչպես նաև շեշտել են հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Տասնյակ կոնգրեսականներ իրենց ձայնն են բարձրացրել ի հիշատակ 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի։ Միևնույն ժամանակ կոնգրեսականները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ ամրապնդել Ամերիկայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև։ Նա նշել է, որ պատիվ է ունեցել ականատես լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ջանքերին ուղղված լարվածության թուլացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև նրանց առաջնորդների հետ հեռախոսազրույցների միջոցով։ Նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նպատակն է խաղաղությունը հաստատել աշխարհում, լինի դա Հնդկաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի եւ նրա հարևանների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ Ըստ դեսպանատան տվյալների մայիսի 18-ից գործող հին համակարգը կդադարեցվի։ Եթե առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունեք, հետևեք նոր կոնտակտային տվյալներին եւ կայքեջի թարմացումներին, ուր կհրապարակվեն լրացուցիչ տվյալներ վճարումների եւ ժամադրության մասին, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետություն է այցելել մոտ 400,000 զբոսաշրջիկ, որը 11%-ով կամ 49,000-ով պակաս է նախորդ տարվա տվյալներից։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետություն է այցելել մոտ 450,000 զբոսաշրջիկ, նրանցից 145,000-ը մոտ 37%-ը Ռուսաստանից են եղել։ Վրաստանից ժամանածների թիվը կազմել է մոտ 60,000
30,000, այսինքն 15%, իսկ Իրանից մոտ 35,000, շուրջ 9%։ Թուրքիայից 2025 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել մոտ 2,500 զբոսաշրջիկ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 118-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 57 տղամարդ են, 61-ը կին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն անցյալ տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 21476 դիմում։ 4202 անձ են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Քաղաքացիության համար դիմողների մեծ մասը Ռուսաստանի, Վրաստանի, Սիրիայի, Լիբանանի, Իրանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Վերջերս Հոլանդիայի Ամստերդամ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Նիկոլայոս տաճարում հանդիսավոր արարողությամբ բացվել է հայ անվանի աստվածաբան, բանաստեղծ և մտավորական Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի ներկայացուցիչները, տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառման մասնակիցները կարևորել են հուշաքանդակի հոգևոր և պատմական խորհուրդը, ընդգծելով, որ այն ամրապնդում է հայ համայնքի և Ամստերդամի միջև մշակութային կապերը։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին գիծ գործող A-Video ֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ ազգական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.avideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։